սրբությունները, որտեղ դուք միայն արժեզրկում եք դրանք։ Նայեք, լավ հարց է, շնորհակալություն։ Մեզ բոլոր տեղեր, այո, շատ տեղերում դա հարցնում են, դա իշխանությունն է նաև տարածում, տարբեր մարդիկ, մտավախություններ եւ այլն եւ այլն։ Ես մի քանի անգամ ասել եմ, շատ եմ ասել, նորից եմ ասում։ Մենք, ես Ռոբերտ Քոչարյանի վարչապետությանը մեր թիմը չի քվեարկելու։ Սա մեր կարմիր, խոշոր, մեծ գիծն է։ Բոլոր հիմնավորումները ես ասել եմ ժամանակին։ Նիկոլ Փաշինյանը հատուկ ուզում եմ նորից ասել, մեր խոշոր կարմիր գիծն է, մենք նրան առավել եւս Նիկոլ Փաշինյանը հատուկ եմ ուզում ընդգծել։ Ես այսպես համեմատություն չեմ դնում, բայց սրանք այս կարմիր գծերն են։ Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել Հայաստանի վարչապետ։ Ես չեմ կարող, ես եթե անգամ process-ի մեջ չլինեի, ես չեմ կարող պատկերացնել երկրի ղեկավար, որ կարա իրան թույլ տա զինվորի մոր հետ զոհված են զինվորի մոր հետ մահացած, այդտենց խոսա։ Ես չեմ կարող ինձ թույլ տալ, որ իմ երկիր ունենա ղեկավար, որը Նիկոլ Փաշինյանն է, որ ատելության ու թշնամանք տարածի բոլորի մոտ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ իմ երկիրը ունենա ղեկավար, որը լինի հոգով հանձնված։ Ես հանձնված մարդ չեմ։ Ես համարում եմ, որ լուծումները կա բոլորը, ու մենք տալու ենք այդ բոլոր լուծումները։ Մեր մեջ ուղղելու ենք։ Մենք կարողանալու ենք այս հարցերը լուծել։ Մեր հզոր կարողությամբ, էությամբ եւ ԿՊՆ-ն չի կարող լինել իշխանություն։ Սա էլ որ հանկարծ հարթ չառաջանա։ Սրանք այս մի գիծը հատկապես Նիկոլ Փաշինյան, ԿՊ մեր ամենախոշոր կարմիր գիծն է։ Սրանց սկզբունքները մենք պահելով գնալու ենք եւ միջև հիմա էլ ես այդպես եմ արել, մենք ինչ որ խոսում ենք, ես երբևէ ինչ որ ասել եմ, դրանից չեմ հրաժարվել։ Եվ նույնը հիմա է, որտեղ սրանք մեր համոզմունքներն են։ Եվ մի բան եմ ուզում ասել լրացնել, գիտեք, եթե որոշ չէ, ինձ թվում է բոլոր ուժերի մոտ դա կա։ Եթե շատ հարցեր, այդ մեր ազգային արժեքները կլինեն, մեր շահերը կլինեն, ինչ ուզում լինի, շատ բաներ կա շատերի մոտ որպես քաղաքական տակտիկա, ձայներ հավաքելու միջոց, իմ համար դրանք ձայներ հավաքելու միջոց չեն։ Ես ինչ ասում եմ, ամեն ինչը իմ համոզմունքն է։ Ասում եմ, որ ադրբեջանցիները պետք է ադրբեջանական զինված ուժերը դուրս գան մեր տարածքներից եւ ձևերը գիտեմ։ Դա ես ոչ թե ասում եմ որպես տակտիկական քայլ, որ ես ձայ ստանամ կամ չստանամ, դա իմ համոզմունքն է։ Ասում եմ արցախցիների իրավունքների պաշտպանություն եւ ուղղությունները։ Դա ոչ թե եւ ասում եմ, որ Արցախի իմ հայրենիքն է, ու ասում եմ Արցախը սենյակի դուր չի, որ Նիկոլ Փաշինյանը բացի կամ փակի, դա իմ համոզմունքն է։ Ասում եմ, որ մեր քաղաքացու հետ չպետք է որևէ մեկը կանգնի թույլ տա իրան կոպիտ խոսել։ Նման կերպ պահել, դա իմ համոզմունքն է։ Այսինքն մեր սրանով եւս մեր քաղաքացիներին ես ուզում եմ ցույց տամ, որ ընտրություն կա, ամեն ինչի ընտրությունը կա եւ մենք մեր մեջ ամփոփում ենք այդ բոլոր հարցերի պատասխանները։ Իսկ ուժեղ Հայաստանի հետ համագործակցություն, եթե շեմը հաղթահարեք հնարավոր է։ Նախ համագործակցությունների մասին ես կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի վարչապետության հետ խոսում էի, խոսքը վերաբերում էր վարչապետությանը, այսինքն այդ զուտ այդ մասով, այսինքն ոչ համագործակցության բացառմանը։ Ինչ վերաբերում է ուժեղ Հայաստանին, նույնն էլ այդտեղ համագործակցության մենք խնդիր չենք տեսնում։ Ես վարչապետության մասով էլի պատասխանը տվել ենք իրենց, բայց համագործակցություն տեղ որևէ խնդիր չենք տեսնում, այսինքն մենք երբեք չենք անելու մի բան, որ նախ երկու բան ասեմ, մենք միշտ ղեկավարվելու ենք ըստ արդյունքների այս կարմիր գծերի շրջանակում, բայց Հայաստանի շահերից ու անվտանգությունից ելնելով բոլոր որոշումները կայացնելու են, բայց մենք նաև այնպես չենք անելու, որ մենք դառնանք օրինակ պատճառ իշխանափոխություն չլինի, ենթադրենք։ Այստեղ մի կարևոր բան եմ ուզում ասել, որ ի վերջո նաև իմ տեխնատությունը կա։ Օրինակ ես ասում եմ, որ մեր համոզմամբ եւ ես բոլոր առավելությունները ներկայացնում եմ, որ այստեղ ճիշտ լուծումը հենց իմ տեխնատությունն է, որ ես կարող եմ մենք պատկերացնում ենք ինչպես հարցեր լուծել, գիտեք ինչ, ես բավականին ժամանակ համեստություն եմ արել ու իմ
պահվածքից, էությունից ելնելով, ես երբեք սրա մասին չեմ խոսել իմ արած դրածի մասին, ես ինչպես եմ պատկերացնում պետության հարցերը, ես հիմա ասում եմ, ես տեսնում եմ այս քաղաքական process-ի մեջ, որ դա հակառակը իվնաս մեզ է աշխատում։ Այն պայմաններում, երբ բոլոր առավելությունները մեր մոտ են։ Բոլոր առավելությունները ինձ թող հələ որևէ մեկը փորձի ասի կաշառք ես վերցրել, թող հələ որևէ մեկը փորձի ասի քաղաքացուն խաբել ես, թող որևէ մեկը փորձի ասի քաղաքացու հաշվին հարստացել եմ, բիզնես եմ դրել, դիզել եմ իմ համար, իմ բարեկամների համար եմ արել, չկա նման բան, բացառվում է։ Դրա համար ամենաճիշտ լուծումը այստեղ է ու այո Հայաստանի Հանրապետության եղած տեխնացուների մեջ բոլորի մեջ Հայաստանի Հանրապետությունը այս վիճակից ես կարող եմ վստահ եմ ին վրա որ մեր ժողովրդի հետ միասին մեր թիմով ու նաև շատ այլ քաղաքացիներով որոնք տարբեր թիմերի մեջ կարող են լինել մասնագետներ ես նրանց ճանաչում եմ կարող ենք հանել դա ես ինչ ասում եմ ամեն բառի վրա վստահ եմ ես վստահ եմ որ այս իրավիճակից ես ելքերը իմ ղեկավարությամբ մենք կարող ենք բերել։ Սա ես ասում եմ առանց որևէ կասկածի։ Ու որևէ մեկը եթե հանգարց կասկածի, պատրաստ եմ միջև վերջ դնել դիմացը, ապացուցել միջև վերջ, որ ոչ ոք եղած տեխնացուներից իմ առավելությունները չունի։ Հարցել,